Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Անմեղ աչքերով նայող որբերը, որոնք ողջագիզվեցան Մուշի մեջ։ Արցախը գգան չէ, միացեք պայքարին, Աշոտ Հարությունյան։ Ամբողջ մեկ ամիս եփրադով լողացող թիակներ գերեվեին, Թեսպան Մորգենտաու։ Անկարան ավելի ու ավելի առաջ կդանի մեծ թուրանի իր աշխարհաքաղաքական նախագիծը։ Չարլի Չապլինը հայերու դեմ իրականացված ցեղասպանութենեն փրկված որբերու գողքին։ Էտրուսկերենը եւ հայերենը մորցված ուսումնասիրություններուն 1890-ն։ Դաշնամին գչնչե մեր ոչ նյութական ժառանգությունը։ Քոհար Ասադրյան։ 1915 թվականին Մուշի հայության թեմ իրականացված վայրակություններն ունեին անմեղ զոհեր երեխաներ, ովքեր չհասցուցին մեծնալ։ Նորվեգացի Բոտիլ Գատարինեի գդարած լուսանգարը վկայություն է անոնց կորուստի մասին։ Այդ լուսանգարի մեջ Մուշի որբանոցի հայ սանուհիներն են իրենց ուսուցչուհու Մարգարիտին հետ։ Լուսանգարը նկարված է 1915-ի նախօրյակը, սակայն նույն թվականի ամռան, երբ թրքական զորքերը հարձակեցան Մուշի վրա, քաղաքը հրգիզվեցավ եւ հազարավոր հայեր ողջագիզվեցան սեփական տուներուն մեջ։ Ուսուցչուհի Մարգարիտն ու անոր սաներն ալ նույն ճակատագրին արժանացան։ Բոտիլ Բյորնը, ով դարիներ շարունակ մայրական սիրով խնամեր էր որբերուն, դարձավ սարսափելի ոճագործության ականատես։ Անոր հիշողության մեջ տաճված մնացին երեխաներու ճիչերը եւ օգնության գոչերը։ 1916-ին վերադառնալով Մուշ, ան հայ օգնական Գարաբետ Եղիազարյանի հետ փրկեց 34 որբ երեխաներու, անոնց ապահովություն տալով ու նոր հույս, բայց սրտի խորքը երբեք չմոռցավ իր գործընծուցած սաներուն։ Իմ որբերուն գործընծնել են հետո ես հոգեբես շատ տանջվեցա, սակայն ձանր հուսահատությունը ինձ չընկճեց, գրած է ան։ Այս լուսանգարը վերցված Նորվեգիայի թագավորական արխիվեն վեր գխոյանա որպես վկայություն ոչ միայն անհայտացած երեխաներու, այլև հայ ժողովրդի թեմ գործած ցեղասպանության։ Երևի Երևանի իշխանությունները գրնային հաշվի առնել այս վկայությունը։ Շուշի սոցիալ գրթական եւ փորձագիտական կենտրոնը, Շուշի հայրենադիրած միությունը եւ Կաճար գիտական կենտրոնը հանդես եկել է համատեղ հայտարարությամբ, գոչնելով ստեղծել համայնքներու գլխավոր խորհուրդ։ Այս կառույցը նպատակ ունի համագարկել Արցախի բռնակրավումեն հետո տեղահանված բնակչության իրավական, քաղաքական եւ մշակութային պայքարը։ Հայտարարության մեջ կշեշտադրվի շարքը կարևոր հանգամանքներ։ Արցախը բռնակրաված է միջազգային իրավունքի գոբիտ խախտմամբ։ Մոտ 150,000 հայեր բռնությամբ տեղահանվել են իրենց բնակավայրերեն։ Արցախի բնակչության իրավունքներն ու մշակութային ժառանգությունը լրջորեն վտանգված են։ Այս իրողություններու հատվածին մեջ նախաձեռնողները հստակ կընդգծեն. ժամանակն է միավորվելու, իրավական միջոցով պայքարելու, մշակութային ինքնությունը անսասան պահելու, հայրենիքի վերադարձի եւ արդարության հասնելու համար։ Նախաձեռնող կառույցները ներկային կորոնեն աշխուժ, փանիմաց եւ նվիրված անձանց, իրավաբաններու, փորձագետներու, համայնքային առաջնորդներու ու գամավորներու, ովքեր պատրաստ են միանալ այս կարևոր եւ արդար պայքարին։ Թեսպան Մորգենտաուի զեկույցը 1915-ի մայիս 10-ին 35 ժամանակահատվածը Տիգրանագերդի եւ Մամուրետ ուլ Ազիզի ուիլայեթներուն մեջ առանց թավանանքի խտրության ցերպակալվեցան ամենաականավոր 1200 հայեր ու այլ քրիստոնյաներ։ Գսվեր, թե իբր անոնց մուսուլ պիտի տանին, սակայն այլևս անոնց մասին ոչինչ կլսվեր։ Մայիս 30-ին 674 ցերպակալվածներ Դիկրիսի վրա բարձրացուցին 13 նավակներու մեջ, այն բادرբակով, թե իբր պիտի փոխադրվին մուսուլ։ Ոստիկաններու մեկ մասը հարձակեցավ նավակներու վրա, իսկ մյուսները ցիով գանցնեին քեդի ափերով։ Շուտով քերիներու ամբողջ գումարը գողոպտվեցավ, ապա անոնց մերգացուցին եւ նետեցին քեդը։ Քեդի ափով դեղաշարժվող ոստիկաններուն հրահանգված էր թույլ չտալ, որ ովևէ մեկը փախչի։ Գրեթե նույն ժամանակ 700 երիտասարդ հայեր զորագոչվեցան եւ ղրգվեցան Ղարաբաղչե Հաբաշի ճանապարհը կառուցելու։ Թուրքերը այնպես կներկայացնեին, թե հայերը քաղաքային իշխանություն պիտի հաստատեն Բաղդադի երկաթուղիեն 30 կիլոմետր հեռու գտնվող տարածքներուն մեջ։ Բայց քանի որ գակսորվեին միայն կանայք ու երեխաներ եւ բոլոր տղամարդիկ բացառությամբ շատ ծերերու պատերազմի կացեր էին, սա ոչ այլ ինչ էր, քան ընտանիքներու զանգվածային գոտորած, քանի որ անոնք ոչ աշխատուժ ունեին, ոչ այլ միջոց հողը մշակելու համար։ Ամբողջ մեկ ամիս գրեթե ամեն օր Եփրադեմ վար լողացող թիակներ գերեվեին։ Եփրադի վրա վերահսկողություն իրականացնող թրքական զինվորական իշխանությունը կմերժեր թույլ տալ այդ թիակներու թաղումը պատճառաբանելով, թե չի կրնար հաստատել անոնք մահմեդականներ էին, թե քրիստոնյաներ։ Ան գավելցներ, թե իրեն այդ ուղությամբ երբեք ոչ ոք հրահանգ տվեր է։ Քեդի ափին մնացած թիակները կհոշոտվեին շուներու եւ անկղներու գողմե։
Բաղդադի երկաթուղիի աշխատակիցի փոխանցած տեղեկության համաձայն Բերեչիգի բանդերը ամեն արդու գլեցվեին եւ ամեն գիշեր գտադարգվեին թիակներով լեցնելով Եփրադը։ Դիարբեկիրի եւ Ուրֆայի միջև գերմանացի հետևակներու հրամանատարներեն մեկը ճանապարհի երկայնքով անթիվ անտաղ թիակներ դեսեր էր։ Ռուս քաղաքագետը Ալֆա Նյուզի հետ զրույցին մեկնաբաներ է Անտալիա Դիվանագիտական ժողովի շրջանակներուն մեջ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերու նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Հական Ֆիտանի հանդիպումը։ Փորձագետի կարծիքով այն ինչ կուզեն Ադրբեջանը եւ Թուրքիան գենթատրե փաստացի անկախ հայկական պետության գոյության գրեթե դադարեցում։ Այն դիրքորոշումները, որոնք կհնչեն Ադրբեջանի եւ Թուրքիո կողմէ, գենթատրեն կամ Հայաստանի ինքնիշխանության շատ լուրջ սահմանափակում եւ անոր տարածքային ամբողջականության խախտում, կամ ընդհանրապես պատմական շատ կարճ հերանեկար Հայաստանի ներկայիս տարածքին մեջ, փաստացի անկախ հայկական պետության գոյության դադարեցում։ Եզրափակելով խոսքը, քաղաքագետը նաեւ նշել է. հայ ժողովրդին կմաղթե միայն քաղաքական, պատմական, քաղաքակրթական առիություն, որը պետք է պաշտպանե սեփական պետության, սեփական մշակույթի, գրոնի եւ ընդհանրապես մարդկության աբակա պատմության մեջ տեղ ունենալու իր իրավունքը, եզրափակել է Ամբիլոկովը։ 1889 թվականին ապրիլ 16-ին ծնած անգլիացի լեգենդ դերասան Չարլի Չապլինը 1921 թվականին ստեղծեց հիմնադրամը, որուն միջոցով հանգանակեց այն ժամանակներու համար հսկայական գումար $1 միլիոն, ի նպաստ հայերու դեմ իրականացված ցեղասպանութենեն փրկված որբ երեխաներու։ Չապլինը շրջեցավ ամբողջ Եվրոպայով, գազմագերբելով դրամահավաք միջոցառումներ, իսկ հավաքված ողջ գումարը նվիրեց հայ որբերուն։ Ան անցամբ այցելեց այդ երեխաներուն, աջակցեցավ որբանոցներու եւ վերականգնողական կետրոններու կառուցման Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մեջ։ Այս ժամանակաշրջանին ալ նկարահանեց իր հռչակավոր մանգան ֆիլմը, ուր կմասնակցեր դխուր ու անմեղ բադանիմը շատ նման հայ որբերուն։ 1965-ին, երբ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը Զվիցերիո մեջ երաժշտական մրցույթի ժյուրիի գազմին մեջ էր, Չապլինը արդեն 76 տարեկան առանձնացած կյանք կվարեր Ժնևի մերձակայքը։ Սակայն ինքն էր, որ հրավիրեց Խաչատրյանին իր առանձնատուն։ Երկար զրույցի հետո Խաչատրյանը հարցուց ինչու է անոր թեմքը մշտապես դխուր։ Պատասխանելու փոխարեն Չապլինը դարավ անոր իր անձնական սենյակ, ուր կբահեր հայ հոգևոր երաժիշտ Կոմիտասի չուտագի ստեղծագործություններն ու արձանագրությունները։ Ան խոստովանեցավ, որ Կոմիտասի երաժշտությունը իրեն ներքին խաղաղություն կբերե։ Կյանքի մեջ մենք չափազանց շատ կմտածենք ու շատ քիչ կզգանք, իսկ հայկական երաժշտությունը զգացումներու անսպար օվկիանոս է, ըսավ Չապլինը։ Դերևս 1890 թվականին նորվեգիացի լեզվապան Սոֆուս Պուկեն հրապարակեց ուշագրավ աշխատանքը էտրուսկերենը եւ հայերենը վերնակիրով։ Վիեննայի համալսարանին մեջ ներկայացված այս ուսումնասիրությունը նպատակ ուներ բացահայտելու լեզվական հնարավոր գաբը Իտալիո մեջ ծաղկած էտրուսկներու եւ հայ ժողովրդի միջև։ Բուկեն կհամեմատեր էտրուսկերեն բառերը հայերենի հետ, ցույց տալով հնչյունային ու իմաստային նմանությունները։ Հին լեզուներու եւ ժողովուրդներու գաբերը ուսումնասիրելը գրնա նոր լույս սփռել մեր պատմական ինքնության վրա։ Այս մորցված գործը արժանի է վերաիմաստավորման, քոնե որպես հարցադրում։ Բադահական են նմանությունները, թե կվգայեն հնագույն գաբերու մասին։ Ասկային զարդանախշերով հակուսներու տերցակ Գոհար Ասադրյանը թիմադեդրի իր էջին մեջ գրեր է։ Առաջին 3 նկարներուն մեջ Երեփունի տանկարանի բադի վրայի պատկերն է։ Հակուստի վրա վերականգներ ենք սույն պատկերը իր քունային ողջ իսկությամբ, բացառությամբ երկնակույնի, քանի որ երկնակույնը եղեր է բադի քույնը։ Ինչպես կտեսնենք, զարդանախշի մեկ կողմը խրոխտ կանգնած առյուծ է, մյուս կողմը ցուլ։ Վերջին նկարը թրքական աղավաղված գործվածքն է։ Այն չի համապատասխաներ ոչ իր ցևով, ոչ քունաբնակով։ Ինչպես կտեսնենք, առյուծը հագարակ ուղղությամբ կանգնած է եւ իր կառուցվածքով առյուծի նմանալ չէ, իսկ ցուլը ընդհանրապես չկա։ Տշնամին, բացի հայոց մշակույթը աղավաղել է, ծածկակրերով կվերացնե կամ կպատրաստվի վերացնել մեր ցուլին։ Ջանչնանք հայկականը։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։